10-ի դասարանցիներ, ես ուզում եմ առիթից օգտվելով այս պահին նաև անդրադառնանք մեր բոլոր այն դասընկերներին, ընկերուհիներին, ովքեր հանգամանքի բերումով գտնվում են օտարության գրկում։ Այս պահին, քանի որ Լիանա Մելքոնյանը մեզ հետ կապ է հաստատել, շնորհակալություն ձեզ, Տիկին Մելքոնյան, մեզ հետ կապ հաստատելու համար։ Ցանկանում ենք, որ օտարության գրկում չօտարանաք, միշտ հիշողության գրկում լինեք։ Հիշեք մեր դասընկերներին, ընկերուհիներին և ապրեք ընտանեկան խաղաղության մեջ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք նաև ձեզ, բրավո։ Հեքինգում կամերան է։ Կարող եք հիմա Տիկին Մելքոնյան, ձեր սրտի խոսքը բարեմաղթանքն ասել, ես բջջայինին մոտեցնում եմ խոսափողը, համեցեք։ Ողջունում եմ բոլորին, իմ սիրելիներ, ինքան լուծված եմ, չեմ կարողանում նույնիսկ խոսալ։ Նախանձով նայում եմ բոլորի, շնորհակալություն եմ հայտնում իմ դասեկանը, այսքան ուքյանից։ Որպես։ Առավել ևս Գայանչիկին, որ սենց կազմակերպություն արել։ Կներեք։ Բոլորի շատ սիրում եմ, շատ ուզված եմ, ցանկանում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն, հուսով եմ, որ մյուս անգամ կլինեմ ես ձեզ հետ, ինձ կներեք, էսի խոպով եք դասնամ մի լացի, ինքն էլա ձեզ հետ, 51-ամյակին Տիկին Մելքոնյան կմիանաք մեզ, խոստանում եք։ Շատ եմ խոստանում, որ չեմ եկել։ Շնորհակալություն, 10 տարի հետո 51-ամյակը տոնելիս կմիանաք մեզ, մենք կսպասենք ձեզ։ Շատ շնորհակալություն, բոլորիդ շատ անչափ սիրում եմ, բոլորիդ Ես առիթից օգտվելով նաև ուզում եմ չմոռանանք Գոհար Աբրահամյանին, ով այս պահին օտարության գրկում է կրկին, Արայիկ Գեղամյան, Նաիրա Խաչատրյան, Արայիկ Խաչիկյան և Լիանա Մելքոնյան, ով ընդամենը վայրկյաներ առաջ մեզ հետ կապի մեջ էր։ Եկեք ծափահարենք մեր դրսում գտնվող հարազատներին, մեր ընկերներին, ընկերուհիներին և ասենք թող իրենց ականջը կանչի։ Սիրելի 10-ի դասարանցիներ, շատ չնստեցինք։ Եկեք հիմա այս պահին կրկին ընձեռենք հնարավորություն մեր DJ-ին, թող կազմակերպի մի հավեսով գեղեցիկ երաժշտական կատարում, նոր շունչ տանք մեր միջոցառմանը։ Բարում ենք բոլորս, համեցեք։ Կարող ենք մեր շրջան կազմել ու միասին բարենք։ Safe
Վարվեն ու չմոռանանք, որ դեռ չի ավարտել ամանորը։ Այսար ուրար, լուսերսին, դրսում ծներ, ներսում կարու, նորից անմար, խինուցիցար, նորից երկեր, դեմքեր ուրախ, այսար ուրար, լուսերսին, դրսում ծներ, ներսում կարու, նորից անմար, խինուցիցար, նորից երկեր, դեմքեր ուրախ,
Ասիա դասարացիներ խնդրում եմ ձեր ուշադրությունը, ձեր թույլտվությամբ իհարկե, ես կարծում եմ յուրաքանչյուրիս հետաքրքիր կլինի, որ մի փոքրիկ բարձրաբանում լսենք ու ծանոթանանք, թե 10-րդ դասարանը ավարտելուց հետո ամեն մեկս վերգնացինք մեր կյանքի ճանապարհով, ով ինչ մասնագիտություն ձեռք բերեց եւ ով կազմեց ընտանիք ու ընտանիքի անդամները, քանի անձից են բաղկացած, հետաքրքիր կլինի մի կարճ ծանոթություն, հա, սիրելի ընկերներ, ումից ենք սկսում։ Տիկին Գարեգ, դուք եք ամեն մեկս նախ ներկայանում եք ու ասում, հա։ Ես Գայանեն եմ Աբգարյան, Արշակի, Նորավանից, առաջին համարը Դասամատյանի, վաղտի բերումով, ոնց որ թե լավ եմ սովորել, ամբողջ կյանքում գնացել եմ կերազանցիկ եմ Ես պոլիտեխնիկա ավարտելուց հետո ընդունվեցի գործկոմում որպես համակարգչային բաժնի պատասխանատու, այնուհետև ամուսնացա Իրան, այնտեղ դարձա Իրանահայ բանաստեղծուհի, դարձա մանկագիր, վերադարձանք Հայաստան 2005 թվականին երկու աղջիկներիս հետ, կամ փոփեմ համառոտ, տիրապետելով պարսկերեն լեզվին Հայաստանում կարողացա պարսկերեն լեզուն առաջ տանելով իմ կյանքը առաջ տանել, դարձա նոտարական թարգմանիչ, այսօր ունեմ իմ ընկերություն Բարաթյանով, ունեմ երկու աղջիկ, Ադանան, որը Իտալիայում իր դոկտորականն է պաշտպանում տեղակետ եւ Ադանայի ներկայացուցիչ Մարիամս, որը Լոլիկ ընկերության տնօրենն է Հայաստանում։ Մենք ներկայացուցիչներ ենք անում Բարձրաստանից, ցանկացած ապրանք, այդպես ես Գայանեն եմ։ Իմ անունս Էլմիրա Արաքելյան է, ես Նորավանից եմ, ամուսնացել եմ առաջինը, Գյումրիում եմ ամուսնացել, ունեմ երկու երեխա, տղա աղջիկ, ուղղակի մի քիչ ես անդրամադիր եմ ամուսինս նոր եմ հարցել, ներողամիտ եղեք, կխնդրեմ, թե չէ ես էլ ճիշտ է ուրախությունը կիսում եմ, ուղղակի մի քիչ ես անդրամադիր եմ հուզված եմ, ոչինչ, ամեն ինչ իմ երեխաներս արեցին, որ ես էլ մասնակցությունս ունենամ ու շատ ուրախ եմ։ Քանի երեխա ունես։ Երկու, տղա եւ աղջիկ, երկուսն ամուսնացած եմ, ունեմ թորնիկներ, լավ ընտանիք ունեմ։ Ես Քնարիկ Եղիազարյան եմ, Նարին Հարությունյան, ունեմ ավարտելուց հետո աշխատել եմ, չեմ ընդունել ոչ մտեղ, հետո 2 տարի աշխատելուց հետո ամուսնացել եմ, ունեմ հիմա շատ լավ ընտանիք, ունեմ 2 երեխա, տղա եւ աղջիկ, տղան էլ աղջիկներ ունեն ընտանիք, ունեմ 5 թոռնիկ, տղա թոռնիկ, մեծ ընտանիք ունեմ, ապրում եմ տղայիս հետ, աղջկաս կողքին, միասին Ռուսաստանում, այսպես։ Շնորհակալություն։ Լիանա Արտեմյանը ասել է։ Ես Սուզաննա Բաղդասարյանն եմ։ Չեմ աշխատել տնային տնտեսություն եղել, հանգամանքների բերումով տեղափոխվել ենք Երևան, ամուսնացել եմ Գյումրիում։ Ունեմ 3 երեխա, 2 աղջիկ, մի տղա, չեմ 2 տղա մի աղջիկ, ունեմ 6 թոռնիկ, 3 աղջիկ, 3 տղա, թոռնիկ, այո, աշխատում եմ Երևանում ազգային պատկերասրահում, ազգային պատկերասրահում, այո, Արմե Հարությունյան, Նորավանից, ավարտել եմ դպրոցը, ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա, 4 տղա թոռնիկ, ու լավ ընտանիք։
Հավնի Մանուկյան Մարիավանից ավարտել եմ դպրոցը, սովորել եմ Երևանի հիդրոմելորատիվ տեխնիկումը, ամուսնացել եմ, ունեմ 3 դուստրեր, 5 թոռնիկ, 4 տղա, 1 աղջիկ։ Վերջացել եմ Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը, ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա աղջիկ տղա, հիմա ապրում եմ Մոսկվայում, աշխատում եմ փոքրիկ ընտանիք, աղջիկս ամուսնացած եմ, միասին չենք, իսկ ապրում եմ տղայիս հետ։ Տղան ամուսնացած։ Լուսնիակ ջան, մի քիչ բարձր լսան։ Ինքը տենց ախոտ։ Այդ մենք գիտենք որ 40 տարի առաջ է Լուսնիակը պայքարում։ Կայանե Մարգարյան, սովորել, վերջացրել եմ, սովորել եմ այնքան, ինչքան որ կարողացել եմ։ Բայց լավ է սովոր։ Ամուսնացել եմ, ընկերակցության կասեմ։ Ամուսնացել եմ, տեղափոխվել եմ Երևան։ 10 տարի 4 տարի հետո շուրջ 36 տարի ապրում եմ Ֆրանսիայում, Փարիզում։ Աշխատում։ Ունեմ 2 երեխա, 1 աղջիկ, 1 տղա։ Ունեմ 3 թոռնիկ, ինչպես ես հեռացա ծնողներիցս, այնպես էլ աղջիկս հեռացավ օվկիանոսից այն կողմ։ Խմեք ետ կենացը։ Բոստոն։ Բոստոն։ Հրաշք։ Ընկեր Ագոպյան, Բոստոն։ Հասկացա։ Մարգարետ գնացել են, հեռացել։ Ես Աշխատում մոդելավորող։ Հարևան ջան։ Մոդելներ եմ գծում եւ ձեռնարկում։ Կարող եմ ստորի զլոտ արդեն Ամերիկայում։ Բրիգադոր կաչես։ Ներագոպյանը, որով 40 տարի պետք ապրել, Ես Ռազմիկ Սնվացյանն եմ, ապրում եմ Նորավանում։ 84 թվին ավարտել եմ դպրոցը, սովորել եմ փողորական ռեստորան դպրոցում, 4-րդ կարգի փողոր, ավարտելուց հետո գնացել եմ բանակ 85 թվին, 87-ին եկել եմ, հետո աշխատել եմ կինոարարատում էինք Հոկտեմբերյանում, այնտեղ ուտորն եկել է, կինոներ եմ գրել, հետո գումարը փողերը որ փոխվա 93 թվին դուրս եկա, մի տան գնացել Ռուսաստան եկա, հետո 92 թվին ամուսնացա, Ռաժան, ակցիայում չէր, ունեմ քեքսականում չէր, Վարտա ունի, 2 հատ տղա, 2 հատ են թոռնիկ, 2006 թվին գնացել եմ բանակ ծառայության, պայմանագրային, Քյարվաճան, 2017-ին վերջացրել եմ, ապրիլյան կռիվների ներել եմ, բաբի կես հարագույթին եկա, սոյդարքանեի, էլի չասեմ, բարա, հիմա եկել ենք նշում ենք 40 տարի, մեր 10 ընկերների հետ, 41 ամյակին նշում, այսքան է երևի։ Ես Լյուդվիգ Ֆիդանյան եմ, ապրում եմ Հոկտեմբերյանում, դպրոց ավարտելուց հետո սովորել եմ կինոմեխանիկ, որպես մեր կինոգրողի մոտ ենք աշխատել, ունեմ 3 երեխա, 2 տղա, 1 աղջիկ, բայց շատ փոքր է, ոչ թոռնիկ ունեմ, ոչ ծոռնիկ։ Ամենաջահել։ Այո, ամենաուշ եմ ամուսնացել 39 տարեկանում։ Մալադես, աշխատություն, Ես
անելիքներն է, ժամանակ հանդիպենք, ես կպարբեմ ավելի կոնկրետ է։ Այսքան բան։ Դե ես Ազնիվ Սուքիասյանն եմ, դպրոց ավարտելուց հետո ավարտել եմ դասարանի ավագն եմ եղել, ավարտել եմ պետական համալսարանը, հետո 17 տարի դպրոցում եմ աշխատել որպես աշխարհագրության ուսուցչուհի, հիմա էլ աշխատում եմ բանկում, ունեմ 3 երեխա, 2 աղջիկ, մի տղա, 5 հատ էլ աղջիկ թորնիկ։ Իսկ կներեք որ բանկում եք աշխատում։ Յունի բանկում։ Յունի բանկում։ Բակեր տրամադրում եք։ 0%-ով։ Բանկում եք 0%-ով։ Օրգնացիկ սակեր Էդի պրոսակի Գալի Շարոյան Նորմալա Ծնողների համար ծնվել եմ նպատակով Իրանց համար ապրել եմ աննպատակ Ապրում եմ աննպատակ Ապրել Սաշիկ վարդում Մարգադում Կներնենք աննպատակ Ծնողներիս համար աննպատակ Զատիկյանն է ավարտելուց հետո դպրոցը սովորել եմ տեխնիկում Դուք եք Նորավանից եղել Օկտեմբերյանի վրա Համայրան Համայրան Նորավանի պեշերից աշխատել եմ մոտ պահեք ձեզ ոսկերիչ հիմա այս 16 տարի աշխատում եմ Ասա առաջվա ոսկերի հիմա բիոլոգիայի Դոլարը ունեմ 3 երեխա, 2 տղա, 1 աղջիկ Եվ գերեզգուհիքի Թորնիկ չունես Ցավոք սրտի Ես որ ելա Սաղ ավելավա չխոսամ Ես որ խասած Խոսամ Դուք դալում ես 100%-ով Ես կնացի ծխել Ես մեկը պախավ Լավ, խոսի Ռաս Գևաշը Ինձ ասկայգին է Գևորգյան Վալոդյա Շալիկոյի հազարակամ ներողություն Հասկացան, տանցիալ Ես մերն եմ ձեզ հազարակամ ներողություն Եր Ագոպյան Ես մեկա ռեմա պեչի Ես շեի գարում Գայանը որ զանգեց լավ դիմ խայսական Ես հիմա դելնեի արդեն Հիմա իմ կրիվը բժիշկների հետ Ես մեր ժողովրդական Իսկ ինչ մնում է Շատ ուրախ եմ կազմակերպիչից Մի ամիս առաջ Այդ տղա, քո մասին պատմի Իմ մասին պատմելը պետք չի Իմ մասին գավաշը խփում եք Ծասխայիրը բերեմ Ես այն եմ իշկան Էլ շալուն ու քնարը չի գալու Վալոտը չի ծնվելու Կան երեխան ես հիմա Լավ, իթար 3 տղա ունեի Մեկը տվի հայրենիքին Ես էլ իր հետ Եթե մի քիչ ուշ ինձ հիշեցնեի երկրորդ էլ կտայի Պատերազմի ժամանակ Կրվի ժամանակ երեխա հիշեցնելը դի սարսափելի բան է Բայց ես չէի իմանում որ գալու է շալուի թաղմանը Ես գալու եմ որ անալիստայի նորիստայի վերև Ընձիդեց էին հիշեցնեմ Ես որ եկա շալոյին իմացա Գևորն ու սաղ փախար իմ կողից, մարդ չմնաց կողս Որ իմացա անդրանել դյարտեն ռազվետկա էտար Ընգեր Ագոպյան Պատերազմի երեխա բերելը Էդի հանակ մաղսարություն չի Քեշտապ, պնը Արեք չխոսանք էլի, մերնամ ջալերը Մի խոսրեք քու թանգակին Հարգի համար
Ես քո երգը քեզ Իմ հասակը տարիների փորձունի Ամեն տարիք իրեն պատմություն ունի Խոշոր դեմքից ամեն ծալքներ դարձնունի Ձերու խնդրում եմ չլացել, եթե լացել եք չերկեմ, որտեղ ամեն անգամ երբ երկել եմ, սաղ լացել եմ Ես մարդ եմ, չսովորցել էիր Ընգեր Ագոպյան, ես չոքում եմ քո առաջ Ամեն ծալքս իր դարձ պատմություն ունի Ձերություն դեմ Եթե լացել շում Ոչ ոք ոչ մի դարձնունի Իմ հասակը տարիների փորձունի Ալազրից ամեն տարիք իրեն պատմություն ունի Փոքր դեմքի ամեն ծալքնիր դարձնունի Ձերություն դեմ ոչ ոք ոչ մի չարչունի Դու գիտես, մենակ ես սպանել գիտեմ, ես երկել եմ Խոշոր դեմքից ամեն ծալքնիր դարձնունի Ձերություն դեմ ոչ ոք ոչ մի Խնդրում եմ շլացել Նոր չունի Շարունակը Չեմ շարունակում Մագությունից Առանց հուզվելու խնդրում եմ Եթե հուզվեք չեմ երկել Ես այդ երկը 44 օրը պատերազմի Սաղ երեխեքին հանել եմ են համար Մագությունից անցա երկար ճանապարհ Դպրոց ուսում և խենթացած սիրահար Էլ չխոսեք իմ պատմությունն է երկար Ձերություն դեմ էլ ոչ մի բան խելագա Շնորհակալություն Գևորգյան ջան Այո, համն ու հոտը հենց ձեր տարիների մեջ է եղել, ձեր երիտասարդ տարիների Հիմա ժամանակները շատ են փոխվել ու միշտ մեր մեծերը ասում են Երանի, մեր ժամանակ Երանի 20 տարի առաջ Իրականում այո, այսօր դառն է կյանքը շատ մարդիկ են մեր կողքին ծնվում աշխարհ գալի ովքեր անկեղծանալ չգիտեն Եվ նման արարածներից հեռու մնանք, բայց ինչ արած սիրելի ընկերներ, անկախ տարիքից Գևորգյանը ճիշտ էր ասում, տարիքը միգուցե մարդու
թվերով բարձրանա, աճի մեծանա, բայց հոգով սրտով միշտ մնաք երիտասարդ, իրարից անպակաս լինեք եւ նաեւ ուզում եմ չմոռանանք բացակային ընկերներին, ովքեր ֆիզիկապես լքել են աշխարհի կյանքը, լքել են իրենց ընտանիքները, իրենց հարազատներին, ծնողներին, լքել են ի վերջո ձեզ։ Ասում են, երբ ես ծնվեցի այս հողագնդում, ես լալիս էի աշխարհախնդում։ Ապրեի այնպես, երբ ես գնայի, աշխարհը լացեր, իսկ ես խնդայի։ Երբ մենք ծնվում աշխարհ ենք գալի, մեզ հետ ոչինչ չենք բերում։ Գալիս ենք աշխարհ մեր վիճակով եւ անօգնական։ Երբ ապրում ենք աշխարհի կյանքում, ձեռք ենք բերում ընտանիք, լավ ընկերություն։ Բայց երբ հեռանում ենք աշխարհից, մեզ հետ ոչինչ չենք տանում։ Միայն թողնում ենք մեր անունը քարին, որ մեզ հիշեն հարազատները ամեն մի տարի։ Հիշենք մեր ընկերներին, ովքեր ֆիզիկապես բնության օրենքով լքել են աշխարհի կյանքը։ Երջանկահիշատակներ Ռուբեն Աբրահամյանին։ Հիշենք Արմեն Գրիգորյանին, Ռոբերտ Երվանձյանին, Վանիկ Հայրապետյանին եւ Հովանես Սիմոնյանին։ Նրանց գլխավորությամբ քարաշխարհին հանգստություն։ Սիրելի դասընկերներ, գնացինք մի փոքր ավելի դառը միգուցե ամեն մեկս մեր հիշողության գիրկը, հիշեցինք շատ բաներ, անցյալի գրքում արդեն մնացած եւ անդրադարձանք մեզ լքած արդեն ֆիզիկապես մեր ընկերներին, բայց քանի որ մեր ժամանակը շատ քիչ է, տրված հնարավորությունը պետք է վայելել, եկեք տոնական տրամադրությամբ ժպիտով նոր շունչավորվենք մեր միջոցառմանը նոր ռիթմերով, երաժշտական կատարումներով նորից շարունակենք մեր տոնական միջոցառումը։ Սիրով ձեզ համար DJ Garo։
пальмы над головой, лидеры как в раю. Женщина без остатка, женщина до любви, таяла словно воск в руках моих. Мартянча, где же ты, где? Волны ласкали усталые скалы. Мартянча, где же ты, где? Только блики на воде. Переплетались тени, женщины их мужчин. Пахло как орхидея, тело твое в ночи. И в темноте сказал я, завтра я улечу, чтобы понять, как я тебя хочу. Мартянча, где же ты, где? Волны ласкали усталые скалы. Мартянча, где же ты, где? Только блики на воде. Воздух любви смешался с запахом сигарет. Бедра в объятиях крепких, кружево белый цвет. Вкус поцелуев терпких, южной любви ответ. Мартянча, где же ты, где? Волны ласкают скалы. Мартянча, где же ты, где? Только блики на воде. Мартянча, где же ты, где? Волны ласкают усталые скалы. Мартянча, где же ты, где? Только блики на воде.
Банда из Амура, в банде варюрки шулера. Банда занималась темными делами из-за низкого ручейка. Вверх бежала банда, звали ее Мурка. Хитрая и смелая была. Даже злые урки и все боялись Мурки. Простую жизнь она вела. Мурка, ты мой буреночек. Мурка, ты мой котеночек. Мурка, Маруся Климова, прости, люби, мама. Мурка, ты мой буреночек. Мурка, ты мой котеночек. Мурка, Маруся Климова, прости, люби, мама. А вот пошли провалы, начались облавы. Много стало в банде попадать. Как узнать скорее, кто же стал шалявым, чтобы за измену покарать? Раз пошли на дело, выпить захотелось, мы зашли в шикарный ресторан. Там сидела Мурка в кожаной тужурке, а из-под полы торчал наган. Мурка, ты мой буреночек. Мурка, ты мой котеночек. Мурка, Маруся Климова, прости, люби, мама. Мурка, ты мой буреночек. Мурка, ты мой котеночек. Мурка, Маруся Климова, прости, люби, мама. Կոթեքոս կարգին կեծաներ, մենք մնացեք սուսուտ ու սան մորաս բարեք, ով լսվի ձայները մեր Երևանից նոր։ Մենք երկու երեք չոս, կետ մենք անում, կետ մենք անում, կետ մենք անում սիրելիս, կետ մենք անում, կետ մենք անում, մենք բոլորս միասին, կետ մենք անում, կետ մենք անում, կետ մենք անում սիրելիս, կետ մենք անում, կետ մենք անում, մենք բոլորս միասին, կետ մենք անում, կետ մենք անում, կետ մենք անում սիրելիս, կետ մենք անում, կետ մենք անում, մենք բոլորս միասին, կետ մենք անում, կետ մենք անում, կետ մենք անում սիրելիս, կետ մենք անում, կետ մենք անում, մենք բոլորս միասին։ Եղանակի տեսություն հոկտեմբերյանից։ Հավլաբարություն է գալիս, լեխանով ու պայծառով է, իսկ եզանից բաժանողը, ցավը տալեմ դիժները դեր մեղավորը, Ջան Գևորգյան, իսկ եզանից բաժանողը, ցավը տալեմ դիժները դեր մեղավորը, իսկ կգեցակ արավայ, բայ, բայ, բայ,
Ճիշտ ասած ես էլ ոչ չիմացա։ Ընկեր Հակոբյան ջան, 41 տարի պահեցինք, փայփայեցինք, մեծ նպատակով, սպասումով ու 41 տարի պահելուց հետո ընդամենը վայրկյանների ընթացքում կորցրեցինք։ Ինգեր թամագա, այդ ոնց եղավ որ բաժակ ասամանցի։ Կորցրեցինք։ Շիշ եկո։ Այ մարդ այ ուտուրգի մեջին է խմեն նոր։ Այդ խոսքի ժամանակ ես նայեցի։ Հաչկա իրականում։ Ինգեր արոքերը կորցնող Ով է վերցրեց շիշը։ Խոստովանեք, թե չէ, ես կխնդրեմ տնօրինությանը, որպեսզի այնտեղից այն տեսախցիկը, որ մեզ նկարանում է, այդ կադրերը հետ կտանք ու կտեսնենք։ Ով գողոնը վերադարձեց, պատասխանատվությունից կազատվի և կպարգևատրվի։ Production. Շնորհակալություն ձեզ։ Ուրեմն ուշադրություն, 41 տարի անց, ասում ենք 41 տարի անցավ, եկանք 2025 թվականին հասան, բայց մի փոքր հիմա գնում ենք կրկին անցյալի գիրկը։ 41 տարի անց, երբ 10-ի դասարանը ավարտեց միջնակարգ դպրոցում կրթություն ստանալ, նրանք 7 հարցի դասարանցիները իհարկե 7 հարցի պատասխան լրացրեցին յուրաքանչյուրը իր թերթիկի վրա, թե կմեծանանք, ինչ մասնագետեր են դառնալու եւ այլն իրենց նպատակները գրել են հանձնել են թղթի։ Եվ այն լցրել են բոլորը դասընկերները այս շշի մեջ եւ պահը հասունացել է մեր դասթեկը սրտով մեծ ցանկությամբ, մեծ համբերականությամբ պահել պայպայել է այս շիշը, որ այս գեղեցիկ միջոցառման ընթացքում կոտրենք շիշը և ընկեր Հակոբյանը կընթերցի մեր դասընկերների սրտի ցանկությունը, թե ով ինչ է ցանկացել ու հանձնել թղթի։ Հիմա պահն է հասունացել առարվակարգի։ Եկեք մի բան ծափարենք ընկեր Հակոբյանի, որ այսքան տարիներ պահել է այս շիշը։ Ընկեր Հակոբյան դնում ենք այստեղ շիշը, ես եմ օգնում։ Չեքես վերևներ պոյն։ Ընգեր Հակոբյան։ Շատ լավ է։ Երևի սենց հետո կրեսնի, հա? Ճարտին արդեն էլի շոբեն է։ 7 համար։ 7 համարնով է։ Ես ասեմ։ Այո, այդ ասանց ես ասա։ Բարամիլ Շուշարիկ։ Ուրեմն չենք կարդում սա։ Հա, ով որ ներկա չի չենք կարդում։ 12 համար։ 12։ Քնարի Գերդիազարյան։ Ես 13-ն եմ եղել։ Չէ, 13, մի համար ավելացրու, որտեղ Վալոդյային ես բերել եմ առաջ։ Եթե չենք արտադրում։ Հա, Ռոբերտն։
Ուզում եմ դառնալ, ես չեմ կարող։ Աղվերը, ես եմ ուզում։ Հա։ Ուզում եմ դառնալ ոսկերիչ, բայց եկի կարող ա քոննել։ Գրել է Զապիկյան աղասին։ Ուզում եմ դառնալ ոսկերիչ։ Ինձ կարելի հետո իմ պատկերացման ունենամ կդառնամ երկու երեխաների հայր։ Ինձ իմ ընկերներից դուր է եկել ակնոմը, որը շատ ընկերասեր տղա է։ Իմ ամենահիշարժան օրը մեր վերջին զանգն է։ Ինձ համար բոլոր ուսուցիչներն էլ մեկ են։ Ես ուզում եմ նվիրվել ինքս ինձ։ Ես ուզում եմ դառնալ վաճառողի, 5 տարի հետո ես ինձ պատկերացնում եմ իմ աշխատանքները կանած, երջանիկ ու ուրախ։ Իմ սիրած ընկերոջը ես պատկերացնում եմ համեստ և խանդոտ մի տղա։ Ես կուզենամ ունենալ երկու երեխա, մեկ տղա և մեկ աղջիկ, որտեղ մենք շատ երեխաներ ենք։ Ես շատ երեխա չեմ սիրում։ Իմ սիրած ուսուցիչը ընկեր Հակոբյանն է, տղամարդ, իսկ ուսուցչուհին մեր դասակ ընկեր Հակոբյանին, որը ջոգողություն չէր դնում իրարից, դրա համար էլ ամեն ինչ շատը դպրոցում շատ եմ սիրում։ Իմ կյանքի ամենահիշարժան օրը մեր հաղթած գնալու օրն է, որ երկու օր քնեցինք Նաիրայից տունը և աղոտները մենք ծիծաղեցինք և խոսեցինք մեր ապագա կյանքի մասին։ Կյանքում կուզենայի նմանվել արդար և իր քրտինքով աշխատում մարդու, որ ես հացը արդար քրտինքով ուտեմ, որ բգիս չկանգնի, իսկ այժմ այդպիսին եմ 10-10 վերջի զանգից հետո ժամը 4:30 Ես կուզենայի դառնալ երաժշտական ուսուցչուհի։ Դեռ 7 տարի երազել եմ դառնալ ու հասնել և ավելի սիրել այդ առարկան և ավելի շատ եմ սիրում երաժշտությունը։ Ես շատ կուզենայի երազանքը կատարվի, այսպես, որ ես արդեն երաժշտագետ եմ և ամուսնացել եմ սիրած երիտասարդի հետ։ Սիրում եմ Ալիկ անունով մի տղային, նա էլ ինձ է սիրում։ Սիրել եմ շատ Էսի 8 համար։ Այսինքն Բաղդասարյան Ռուզաննան։ Ես արդեն դա իմ համար ամենադժվար հարցն է, որովհետև ես մինչև հիմա չեմ որոշել ինչ եմ ուզում դառնալ, կամ ինչ եմ դառնալ։ Կյանքը ընթանում է կպարզվի, կամ ինչա խոսափեմ, կամ ինչու խոսափեմ անկեղծությունից։ Ես ցանկանում եմ դառնալ իրավաբան, բայց գնահատականներս ցածր են։ Դա ինձ համար գաղտնիք է, բայց այսօր դա բացվեց։ Իսկ եթե զբաղվում ավելի գրականությամբ, կարող է և բանաստեղծ։ Երկու գաղտնիք միանգամից ինքնըստինքյան բացվեցին։ 5 տարի հետո, եթե ընդունվեմ, ապա ուսանող, իսկ եթե ոչ, ապա երկու երեխաների մայր, բրավո։ Ոմանց փոխված, իսկ մի քանիսը դեռ դպրոցը չավարտած, ասում է, թե ես ոչ ոքին բարև չեմ տա, այսինքն գոռոզ, բայց դա միայն նա խոսում է, դա չէ հնչում նրա սրտից, այլ տնտլան լեզվից, հայ գրականության ժամը, այդ մեկ ժամը տպավորվել է, ու մեջ Հակոբյանի աչքերը միշտ են ուրախ են ինձ հմով, բայց այդ օրը նրա հուղարկավորության մասին երբ ինքը խոսեց, կարծես նրան աչքերը տխրեցին և նա ինձ աչքերի մեջ երևաց ձեր, երևաց նրա ջերմակած մազերը և դա մնաց իմ հուշերում։ Իմ սիրած ուսուցիչը որպես մասնագետ Հակոբյան, իսկ որպես գետ Ա Հակոբյանի ցանկանում եմ նմանվել ինձ 19 համարը։ Բայց ումն է։ Ռուզաննա, Բաղդասարյան։ Աղա մեկը գրել է իր անունը, գրել է ժամանակում։
Չէ, Աղանյանը մեզ չի ավարտել։ Սիրանյան Արայիկը։ Բաղրամյան Շուշանիկն է, հա, Բաղրամյան Շուշանիկի բանն է, ոչ նասա։ Ուզում եմ նմանվել Գրին Շուշանի։ Ես էլ չգիտեմ ոչ բան չկա։ 19 համար։ 19 համար, 20։ 20-ը Մարգարյան Գայանը։ Մարգարյան Գայանը։ Բարմիրով գլան։ Չէ, մի համար դեպրեք առաջ։ Մարուգային վերել եմ առաջ։ Առաջին համար տվեք ես կալթամ, ես աշոքոքա։ Ես իննա։ Առաջին համար։ Առաջին համարը Գայանն Աղվարյան։ 4 լիստ։ Այո, միջև կալթամ ապրիլի կրեի Հիմա լրություն պահպանենք, որպեսզի Տիկին Գայանն ընթերցի իր սրտի ցանկությունը։ Սա հաստատ ինը։ Ես ցանկանում եմ դառնալ դասախոս։ Երազել եմ այդ մասին, քանի որ մեր ընտանիքում ոչ ոք չի ունեցել այնպիսի գիտելիքներ, ինչպես ես, այսինքն ինձ նման չեն սովորել։ Դրա համար էլ ցանկանում եմ լինել պաշտոնավոր մարդ։ Ինձ թվում է, որ 5 տարի հետո ես կլինեմ ուսանողուհի Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսում։ Ես որոշել եմ ամուսնանալ մինչև չհասնեմ իմ նպատակին, բայց միշտ էլ ինձ նախատում են, որ մենք էլ էինք ասում, դե կտենաս, ոնց կամուսնանաս։ Եթե Աստված Խոչյանի ամուսնացա, ապա 5 տարի հետո կլինեմ ընտանիքի մայր, ունենալով հանդերձ մի տղա և մեկ աղջիկ։ Իմ ընկերոջը ես պատկերացնում եմ այնպես, ինչպես ես, այսինքն բարձրագույն կրթությամբ, մի բարձրահասակ և բավականին գեղեցիկ մի անձնավորություն։ Միաժամանակ ես նրան պատկերացնում եմ բավականին հպարտ, ինչ գուշակություն եմ արել։ Եթե ես ամուսնանամ իմ եղձի երիտասարդի հետ, ապա իմ ապագա ընտանիքը կլինի բավականին համերաշխ և սիրո։ Ամենահիշարժան օրը իմ կյանքում այն օրն է 1982 թվականի հունիսին, երբ աշխատում էի 3-րդ սովխոզում, ամենահիշարժանը այժմ այնտեղի Վարդու ծառն է։ Ես իմ ողջ էմությամբ սիրել եմ Միկել Հակոբյանին և Միկել Մարտոյանին։ Այս երկու ուսուցիչներն էլ իմ մեջ տպավորված են, մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա Հովսեփ Հակոբյանին, նրա դիմագծերը և հատկապես բառերը։ Ես կյանքում ցանկացել եմ զոհանվել ինձ։ Ինչ ես ուզում դառնալ, ինչպես հարցեր։ Բերեցի։ Որ հավանն ասել։ 21։ Շահվերդյան Վարդան, դա է Շահվերդյան։ 5 համարը։ 5 համար, Արաքելյան Էլմիրա։ Ես ցանկանում եմ դառնալ հաշվապահ, գրասենյակային հաշվապահ։ Ես ունեմ Շահվերդյան Վարդանին կարդաց։ Չէ, ճիշտ ասած կարդալու են։ կկարդամ, վերջում։ Տիկին Գայանն նորից Մի րոպե երեխեք իմ օրեն, սա է, հարցերը վերջում կար։ Իմը որն էր դրեց։ Գնայեմ, լավ, դուք գկարդամ։ Չէ, հարցերը կարդամ, հարցերի պատասխանները։ Մաման է կախ։ Մաման է։ Դառնալ հաշվապահ, գրասենյակային աշխատող։ Ճիշտ ասած շատ դժվար հարց է։ Ինձ թվում է ամուսնացած կլինեմ, բայց ընտրյալ չունեմ, բայց ես շատ լավ գիտեմ, որ ձեր կարծիքով ես ընտրած ունեմ, և ինքը ինձ հակառակ ինչ թե նա աղջիկ է փախցրել։ Ես մինչև այդ չէի ասել, բայց այստեղ գրում եմ, ես ընկեր չունեմ, դրա համար չեմ կարող գրել։ Իմ համար ամենահիշարժան օրը վերջին զանգն է, ես կյանքում չեմ մոռանա, երբ այս հարցերը գրում էինք, ուժեղ անձև էր գալիս։ Ինչպես կարող եմ այս պահը մոռանալ, չնայած սրտիցս այլն է կաթում։ Իմ սիրած ուսուցչուհին Անահիտ Դասպեկ Անահիտ Հակոբյանը և Հովսեփ Հակոբյան Լ. Մեժլումյանը չեմ կարող պատասխանել։ Երանի այս հանդիպման օրը, դրա համար եմ ասում, իմը ուրա, իմ թերթիկում, բայց ես մասնագիտությամբ իրոք հաշվապահ եմ։ Հարցերը այդ կանաչովն էր։ Էլմիրա ջան, եթե հաշվապահելն է։ 18 համարն է։ Չէ։ Ես բորոզը չեմ կարող պատկերացնել։ Հիմա իմ մարը ցնոր կա։ Այսքան բան որ գրվել։ Սա խառնեցիք իրար։ Հիմա ես հարցնում հարցերի համար, հարցեր կապտամ բան կարել։ Ինչ ես ուզում դառնալ։ 21-ը։ Սա էսի շահվերդան է 21։ Գնա, էլի գնա։
Ահա 21 համար Շահվերդյան Վարդան։ Դրեք էստեղ, սիրում ես դրեք։ Չէ, Համանով է։ 8 համար Բաղդասարյան Ռուզաննա։ Էդի կարդացի։ Վերցեք երեխեք ով իրան։ Ով ունեն կարդացել։ Էս ունեն։ Չկա համար։ Չէ, հեսա։ 23 նովա։ Սիմոնյան նովան է։ Չէ։ Լավ, էս է դրեք։ Երեք։ Բայց հետաքրքիր է։ Թեկուզ իհաց գրած։ Հողոն էլ մի ռայներ սիրում, եկեք կարդանք, ելի հասնեք Չկա։ Ուզում եմ դառնալ փովել։ Ինչպես ես պատկերացնում քեզ 5 տարի հետո։ 5 տարի հետո գուցե չորրորդ է։ Առաքելյան ատոմ։ Չէ, մի կարդա։ Մարդ վերևերում Ես 20 համար, հա? 20, ով է։ 20 համար, Շարոն Գագիկ։ Ես ուզում եմ դառնալ շինարար։ Արի շինարար։ Չեմ կարող ասել 5 տարի հետո ինչ կդառնամ, բայց ուզում եմ առաջին հերթին լավ մարդ դառնամ։ Երրորդը, ինչպես ես պատկերացնում քո ընկերոջը, ընկերուհուն, ընտանիքը։ Իմ կարծիքով իսկական ընկերությունը պետք է լինի երկու միևնույն հոգու տեր մարդկանց միջև։ Չորրորդը, ամենահիշարժան օրը, ամենահիշարժան օրը իմ կյանքում չեմ կարող ասել, քանի որ կյանքը դեռ առջևում է։ 5-ը, քո սիրած ուսուցիչը, իմ սիրած ուսուցիչը համարվում է դպրոցի բոլոր ուսուցիչները։ 6-ը ոչինչ չես գրել։ Էս փոխանցեք կյանքը։ 22 համար, Սահակյան Պայծառ։ Պայծառ ջան, թույլ կտաս կարդամ։ Գաղտնիքը մեր գաղտնիքն է։ Հարգում են Պայծառի գրածը և կարդում են։ Ես այժմ վերջացել եմ 10-րդ դասարանը և այս նամակը գրում եմ վերջի զանգից հետո։ Հետևաբար գտնվում է կյանքի շեմին, բայց դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Համենայնդեպս ես որոշել եմ դառնալ դաստիարակ մանկապարտեզում։ Հիմա, ինչպես ես պատկերացնում քեզ։ Դժվար է ասել ինչպիսի կլինեմ ես 5 տարի հետո։ Կարող է և դարձած լինեմ մայր, կրկին անգամ գուցե մայր, կին, կամ գուցե և ամուսնացած, համենայնդեպս ես որոշել եմ մի որևէ տեղ վերջացնել։ Երրորդ հարցը, չնայած ոչ ոք չէր այսքան բառ մտածել իմ մասին, բայց ես հավանել եմ մի տղայի մեր անունով և ես ուզում եմ անպայման ամուսնանալ նրա հետ և ունենալ շարք 2 կամ 3 երեխա։ Չորրորդը, հիշարժան օրը իմ կյանքում օրեր շատ են եղել, բայց ես մտածում եմ, որ իմ կյանքում ամենահիշարժան օրը կլինի մայիսի 25-ի վերջին զանգը։ Չորրորդը, իմ սիրած ուսուցչուհիներն են Տիկեր Մարտոյանը, Անահիտ Հակոբյանը և Հովսեփ Հակոբյանը, այն որոնց միջոցով ես շատ բան հասկացա ամբողջ կյանքը պատկերացնելու համար։ 5-րդ հարցը, ինչ կուզենայի նմանվել կյանքում։ Ես որոշել եմ տարբեր կյանքի ճանապարհաշրջաններում նմանվել տարբեր մարդկանց, բայց հիմա չեմ կարողանում պատասխանել այս հարցին։ Ապրես Պայծառ ջան, ուր ես։ Արի սիրուն ես։ 18 համար։ 18 համար, Մարգարյան Գայաներ։ Գայաներ, գնացիք։ Ես ուզում եմ դառնալ 65 տարի հետո ես ինձ պատկերացնում եմ մայրական հոգսեր ունեցող կին և պատկերացնում եմ ինձ ամենածանր աշխատանքով 2 երեխաների դաստիարակությամբ։ Ընկերոջս պատկերացնում եմ մեծացած երիտասարդ, ընկերուհուս պատկերացնում եմ ինձ նման մայր դարձած։ Ինձ համար ամենահիշարժան օրը մայիսի 25-ն է։ Այդ օրը ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես երկուքի ժամանակ կանգնած տեղներումս լաց եղա։ Իսկ ընկեր Հակոբյանի լացելու պահը չեմ մոռանա։ Ես սիրում եմ բոլոր ուսուցիչներին, որովհետև նրանք են մեզ մարդ դարձրել, բոլորիս համար մտածել և մազեր սպիտակեցրել։ Ես կյանքում կուզենայի նմանվել միայն մորս։ 10 համար։ Это ես եմ, իմ զրագիրն է, դա չկա։ Եղիազարյան Քնարիկ։ Ես ուզում եմ դառնալ քույր կամ դաստիարակչուհի։ Ես ինձ պատկերացնում եմ 5 տարի հետո արդեն մայր դարձած։
Ես իմ ապագա ընկերոջը հիմա չեմ պատկերացնում։ Ամենահիշարժան օրերից են, երբ 9-րդ դասարանում գնացինք Աղբատ եւ վերջին զանգը։ Իմ սիրած ուսուցչուհիներից է ընկեր Անահիտ Հակոբյանը, ընկեր Մարտոյանը։ Ես կյանքում կցանկանայի նմանվել ընկեր Հակոբյանին։ Քնարի, էսի ազնիվ։ Ոչ դաստիարակչի դարձա, ոչ էլ սա մեր ազնիվն է։ Մասնագիտություն ընտրելու մեջ դժվարանում եմ, բայց կուզեի այնպիսի մասնագիտություն ընտրել, որ երբեք չփոշմանեմ իմ սխալ զգացության համար։ Լավ մասնագետ լինելով, հանդերձ ես կցանկանամ լինել լավ մարդ։ Երկրորդ հարցը, չգիտեմ ինչպիսին կլինի 5 տարի հետո, ես ինձ հիմա այլ կերպ պատկերացնել չեմ կարող, քանի որ միշտ եղել եմ աշակերտական համազգեստով, միգուցե նորից աշակերտ, ով գիտի։ Ապակա ընկերս խելացի, հավատացող երևի, հասարակ բարի։ Իմ սիրելի ուսուցչուհի եղել եւ մնում է ընկեր Մարտոյանը։ Եվ կյանքում միշտ կցանկանամ նմանվել նրան։ Ով է գրած, չէ՞։ Ուր է սա։ 11 համար, 11 համար։ Ռոբերտն է։ Դրեք ստրատա։ Նմանվել քերուս, ով է քերուն նմանվել։ Ում քերի նմանվել է։ Նմանվել չի, նմանվել քերուս։ Նմանվել Պահեստապետ ով է ուզում դառնալ։ Ով է ուզում դառնալ։ Աղլապես ուղղար։ Պահեստապետ ասպեր, քեզ այն կանեմ, բանի գտեր։ Ես ով։ Պահեստապետ։ Ուզում եմ դառնալ վարորդ, 5 տարի հետո ինձ պատկերացնում եմ հայերի։ Ես ընկերուհի չունեմ։ Վերջին զանգը իմ հիշարժան օրն է իմ կյանքում։ Իմ սիրած ուսուցիչը Հովսեփ Հակոբյանը, իսկ ուսուցիչը Անահիտ Հակոբյանն է։ Ես ինձ եմ ուզում նմանվել։ 20 համար։ 20 համարը։ 17-ը չէ, 17-ը։ Շահոյան Գագիկ։ Որ ասում են իմը չէ, ես հետ վերադարձրեցին։ Հա։ Ասացի իմը չէ։ Ես ուզում եմ դառնալ շինարար։ Հա, դու ճարտացել։ Հա, հետո ճարտացել է իրան։ Էսի շինարարինն է։ Լավ 4 է։ 14 համար։ Մի րոպե, աղջիկներ, մի րոպե։ Խաչիկյան Արայիկ։ Ոյ, կարող ես կարդալ։ Լացնեիք իրան վայբերով լսեին։ Խաչիկյան Մոնտաժ չանես։ Մեր մանկական խաղը։ Միզա։ 1600 անգամ կներեք Մանկյան թագուհի։ Ես վերջացնենք հետո Վալոջան։ Ես հարցի շուրջը դեռ չեմ մտածել, բայց շատ եմ սիրում մանկապարտեզի դաստիարակչու մասնագիտությունը։ 5 տարի հետո ես ինձ պատկերացնում եմ սիրածս մասնագիտությունը ավարտած եւ այնուհետեւ ամուսնացած, եթե բախտս վիճակի։ Ես չգիտեմ թե ես ում հետ կամուսնանամ, բայց ցանկանում եմ ունենալ 3 երեխաներ, 2 տղա եւ 1 աղջիկ։ Իմ կյանքում հիշարժան օրը դա վերջին զանգի օրն էր, թե ինչպես մենք եւ ուսուցիչներով լացելով հրաժեշտ տվինք միմյանց։ Այո, դա իմ հիշարժան օրն էր։ 10 տարի ես սովորել եմ իմ հարազատ դպրոցում, բայց ինձ համար որպես հարազատ մայր եղել են սիրելի դասղեկը, ընկեր Հակոբյանը։ Ընկեր Հակոբյանը շատ աշխատանքներ է կատարել մեզ համար, բայց դա մեզ համար աննշան էր, քանի որ ոչինչի մասին չէի պատկերացնում։ Իմ կյանքում ես կցանկանայի նմանվել իմ դասղեկին, ինչպես իմ դասղեկն է բարի սիրտ բոլորի հանդեպ, այնպես էլ ես կցանկանայի բարի սիրտ լինեի բոլորի հանդեպ։ Ապրեստակ։ Էսի 14-ը կարդացին։ Հա, Արայիկն է։ Հա, Արայիկն։ Այսերան չկա, 24-ը։ 24։ Սմբաջան Ռազմիկ։ Ուրա։ Տեսեք փովրա գրել։ Սմբաջան Ռազմիկ, տեսնենք ինչ ա ուզում դառնալ։ Ես ուզում եմ դառնալ պարկետչիկ եւ ռեմոնտչիկ, ես քոնն ա Ռազմիկ։ 5 տարի հետո բանակից եկած կլինեմ եւ անցած կլինեմ իմ սիրած գործին։ Ես գիտեմ, որ իմ երազանքը կկատարվի։ Ամենահիշարժան օրը Աղբատում է եղել ինձ դուր է եկել այնտեղի ժողովությունը։ Իմ սիրած ուսուցիչն է դասեք ընկեր Հակոբյանը եւ ուրիշ դասատուներ։ Միայն ինձ կուզենայի նմանվել։ Ես խոսում եմ մի աղջկա հետ, հույսով եմ որ կամուսնանամ նրա հետ,
ունենամ երկու տղա, երկու աղջիկ։ Մի հատ պակաս ես։ Ամուսնացել եք բայց։ չկա։ Երկու տղա է։ Այդ աղջիկը այդ եք ամուսնացել։ Չէ, Շուշանիկի։ Հաղթնելա։ Մի բացայ։ Լավ, վերջ։ Էմիրա, ոնե ես կասեմ ասուսան։ Չկա սրան գրած։ Լոկալներնենք ով Ընդ գդի միադոր գրելա որ պետք է չամուսնանա, էլի ես։ Եվ ախրանից գրել է։ Տնային այս կարտացիկ ինձ այդ ամուսնացած և մայր դարձած, իմ ընկերոջը ուզում եմ լինի հասկացող և ամենակարևորը, որ հարգանք ունենա բոլորի մոտ։ Իմ կյանքում ամենահիշարժան օրը դա վերջին զանգն է, բոլորն էլ ինձ համար միևնույնն են, ինքս ինձ։ Կոնկրետ, կրճած։ Եսի Արայիկն էր այս մեկը, բայց մեկը ով էր։ Ես ութ համարը չպարզվեց։ Ութը, Բաղդասարան Ռուզանն է։ Եթե գրած ուրեմ այդ համարը կա գրել։ Դե ուրեմ իրան ընդունում ենք սա։ Դա իմ կյանքի համար ամենադժվար հարցը, որովհետև ես ինչ եմ իմանալ, չեմ որոշել, թե ինչ եմ ուզում դառնալ, կամ ինչ եմ դառնալ։ Կյանքը ընթանում է կպարզվի, կամ ինչու խաբեմ։ Այ էսի Շուշանիկի ոճն է։ Հա։ Այս Շուշանիկի ոճն է։ Կյանքը ընթանում է կպարզվի, կամ ինչու կուսափեմ անկեղծությունից։ Ես ցանկանում եմ դառնալ իրավաբան, այո։ Բայց գնահատականներս ցածր են, դա ինձ համար գաղտնիք է, բայց այսօր դա բացվեց։ Իսկ եթե զբաղվեմ ավելի գրականությամբ, կարող եք բանաստեղծ, ճիշտ ասում, բառեր էր ստեղծում, միասին ենք անում։ Երկու գաղտնիք միանգամից ինքնըստինքյան բացվեցին։ 5 տարի հետո, եթե ընդունվեմ, ապա ուսանող, իսկ եթե ոչ, ապա երկու երեխաների մայր։ Երկու երեխա ունեմ, երկու։ Ոմանց նույնը, ոմանց փոխված, իսկ մի քանիսը դեռ դպրոց չավարտած, ասում են, թե ես ոչ ոքի բառեր չեմ տա։ Այսինքն գոռոզ, բայց դա միայն նա խոսում է, դա չէ հնչում նրա սրտից, այլ տրտլան լեզվից, կարդացեցի։ Հայ գրականության ժամն է հիշում, այդ մեկ ժամը տպավորվել է իմ մեջ Հակոբյանի աչքերը միշտ էլ ուրախ էին ինձ թվում, բայց այդ օրը նա հուղարկավորության մասին երբ ինքը խոսեց, կարծես նրա աչքերը տխրեցին և նա ինձ իմ աչքերի առաջև երևաց նրա ջերմակած մազերը և դա մնաց իմ հուշերում։ Իմ սիրածուսուցիչը որպես մասնագետ Հակոբ Հակոբյան, իսկ որպես գետեր Հակոբյանի ցանկանում եմ նմանվել ինձ։ Սա Ես էլ Արայիկն էր։ Արայիկին Ում Արայիկին Այդ զանգ եկել է, Կներեք մի վարկյան լռություն պահենք, թող ընթերցի, հա։ Ոչինչ չեմ իմանում, թե ինչ կլինի հետագայում։ Արդեն պատկերացնում եմ 2 տարի հետո ամուսնանալ, ընտանիք կազմել և։ Ինչ ասել, ընկեր չունեմ, բայց ուզել են խոսել, ես չեմ ուզել։ 2 տարի հետո արդեն ամուսնացած կլինեմ, բայց ուզեի, որ ուզեն ունենալ 1-ից 3 ոչ ավելի։ Ինձ համար ամենահետաքրքիր օրը եղել 93 թվականի հունիսի 15-ը, որ գնացինք Աղբատ, ուրախացանք, ջրվեցինք և վերադարձանք տուն։ Նաև 84 թվականի մարտի 23-ին ժամը 8:00 Կարմիր ակումբի մոտ, որ պետք է գնայինք Լենինգրադ և Լենինգրադում կասայի մոտ, դա իմ ամենահիշարժան օրն է։ Իմ սիրածուսուցիչը անկեղծորեն կասեմ, որ ընկեր Հակոբյանն է, ընկեր Մարտոյանը և ընկեր Հակոբյանը և ընկեր Ամիրյանը։ Ես չեմ կարող ասել, թե ում կուզենայի նմանվել, դա բախտի բան է։ Եթե կյանքում ինչպիսի տղա կհանդիպի, եթե լավ եղավ բնավորության մի հոգով, բնականաբար լավ կլինեմ։ Եթե ոչ, ապա չեմ կարող ասել, արդեն դուք հասկացեք։ Դե այսքան է, էլ ոչինչ չեմ կարող գրել, որովհետև արդեն լացս գալիս է։ Արայիկն զանգում։ Գրիգոր դու կներկայացնես։ Թող Գրիգորը ներկայացնի։ Արայիկ ջան, բարև։ Խաչիկյան ջան, կներեք իհարկե, քանի որ շիշը բացվեց և ընթերցում ենք, թե
որ աշակերտը սրտի ցանկություն ունի եւ հասել է քրտին, եթե գիշեք այդ արարողությունը, որ ամեն մեկը անհատական ձեր սրտի ցանկությունը հասել է քրտին, հիմա պահն է հասունացել, ընթերցում է յուրաքանչյուր աշակերտի գրված, հասել ենք այն քրտին, որ դուք եք հանձնել ձեր սրտի ցանկությունը։ Հիմա ընթերցում է Տիկին Գարանեն, դուք ուշադրությամբ կլսեք ու կգնաք անցյալի գիրքը։ Դուք ընթերցեք։ Արայիկ ջան, դու այսօր ինձ ֆիլմ եք ուղարկել, որ ամբողջ կյանքում քեզ հուշել եմ դասերը, այսօր էլ հուշել։ Հիմա հուշում եմ, թե ինչ ես գրել այն ժամանակ։ Հարցին, թե ինչ ես ուզում դառնալ, պատասխանել ես, ես հիմա չեմ կարող որոշեմ, թե ինչ պիտի դառնամ, բայց ինչ ավարտեմ, այն էլ կաշխատեմ, բայց իմ կարծիքով եւ իմ հոր ասելով կամ մեխանիկ կամ էլ օրգանի աշխատող։ Երկրորդը, ինչպես ես պատկերացնում քեզ 5 տարի հետո։ Ես 5 տարում հետո ես ուսանող կլինեմ։ Երրորդը, ինչպես ես պատկերացնում քո ընկերոջի կամ ընկերուհին։ Ես ունեմ ընկերուհի, անունն էլ Արը։ Եթե մենք իրար հասանք, ամեն ինչ լավ կլինի։ Չորրորդը, իմ շրջան օրն է իմ ախորս ծնվելու օրը։ 5-ը, իմ սիրատուսուցիչը Մեժումյանը եւ Դասխեն Հակոբյանը։ 6-ը, ես կուզենամ նմանվել իմ հորս իր շնորհքով։ Ասեք հասել այդ աղջիկը։ Իսկ Աշիգան դուք հասել եք ձեր սրտի ցանկությամբ։ Նորից Ես եմ գրել, ես մոռացել եմ իրոք գրել։ Ես աջոր դասանքն գրել։ Վերջի զանգից հետո։ Աջոր մոռացել եմ գրել։ Բանկովում Դուք Հաշիգյան ջան, այդ գրված ձեր սրտի ցանկություններից որևէ մեկին հասել եք։ Մենք ինչ-որ մի կետի հարցի, կտրում եմ պահպանենք լրություն, լավ, համեցեք։ Դրասներից Երևանի ոչ մեկը չի եղել։ Չի եղել, բայց ես Սիրած աղջկան հասել է։ Իսկ ձեր սիրած աղջկան հասել եք դուք։ Մահացել։ Աղջիկներ ասիրելու սիրում։ Մի բար ես կրալ խորատանել հետը։ Արա համարը կտեմ հեսա կզանգի գնայցինի խոսել։ Շնորհակալություն Հաշիգյան ջան։ Շնորհակալ ենք պահը հասունացել է արդեն մենք կազմակերպելու ենք ի վերջո տորքի կտրման արարողությունը։ Շնորհակալ ենք ձեզ։ Մնաք բարով։ Մելքոնյան Լիաննա, ես գործերս ուզում եմ տալ տեղագործական բաժին, ես ճիշտ է, այդքան խելք չունեմ, բայց հույսս հորս փողերի վրա է, ես մեծ հաճույքով կաշխատեմ այդ աշխատանքը, դեր պատրաստել մեր հայրենասեր ժողովրդի համար, տեսեք ոնց կլինի ընտրած մասնագիտությունը, 5 տարի հետո ես պատկերացնում եմ, որ արդեն ընտանիք կունենամ, ես 5 տարվա ընթացքում արդեն անճանաչելի կլինեմ, դեմքս փոխված, քսված եւ այլն։ Իմ սիրած ընկերն է, ես այժմ սիրում եմ նրան, բայց հիմա նա բանակում է։ Ես մեծ հույս ունեմ, որ կհասնեմ իր նպատակին, որովհետև ես եւ նա միշտ երազել ենք միմյանց։ Իմ ընկերը խելացի, համեստ, կատակասեր է։ Ես ունենամ 2 երեխա, 1 աղջիկ եւ 1 տղա։ Այժմ նրանց ընտանիքը մեր սիրո համար գիտեն։ Բայց մեր ընտանիքը չգիտի, վախենում եմ ասել։ Բայց եթե իմացան, ինձ թվում է չեն արգելի իմ ծնողները, որովհետև նա վստահելի խելացի տղա է։ 5 տարի հետո ես եւ նա կգանք մեր այս հավաքույթին եւ բոլոր կճանաչենք նրան։ Ո՞վ Լիանս։ Իմ շարժան օրերից մեկն է այսօր վերջին զանգը, որ հեռանում ենք մեր սիրելի դպրոցից։ 84 թվական 25-ի։ Ճիշտ է, մենք մեր դասարանով մեր դասխենք սիրելի ընկեր Հակոբյանի հետ գնացել ենք քեֆերի օրերը լավ են անցել, բայց այսօր վերջին զանգը կլինի իմ շարժան օրերից մեկը։ Երբ կանգնած էինք բեմի վրա, արցունքները աչքերից լացեցին,
եւ մեր դասղեկը Ահակոբյանը ներկերուն նստած լացել։ Դա կլինի իմ հիշարժան օրերից մեկը։ Այդ բերում կանգնած, որ լացեցինք, մեզ համար արժե ամեն ինչ։ Ինձ սիրած ուսուցիչը մեր դասղեկ ընկեր Հակոբյանն է։ Ես անկեղծ եմ գրում։ Նա մեզ նայում է ոնց որ իր հարազատ երեխան։ Ճիշտ է, մենք շատ բաներ ենք արել, բայց իր դուրը չի եկել, բայց այդ բոլորը նա մոռացել է եւ մեզ սիրում է այնպես, ինչպես Ռոմեոն եւ Ջուլիետա։ Ես լավ եմ զգացել, որ այսքան բանից հետո չի ուզում մեզանից բաժանվել, նույնն էլ մենք։ Ես լավ եմ զգում Գեր Հակոբյանի ջերմ ու սիրալիր վերաբերմունքը մեր նկատմամբ։ Ես կուզենայի նմանվել իմ սիրած Նային, կյանքում ես նրան սիրել եւ սիրում եմ, որովհետեւ նրա բնավորությունը ինձ շատ է դուր եկել։ Ցտեսություն, միշտ որ հանդիպում 5 տարի հետո, 40 տարի հետո կին ամուսնով երեխայով կայցելենք 25-րդ ամիս Լիանը չերենի 8-րդ դասանից երազում էր գրադարանվարի դամը ես միակ Մեզ էլ կապի մեջ է։ Երեխեք ով ստացա։ Ես 24 համար Սիմոնյանին է բացել։ Հա, որ լավ։ Մանե կյանքում Կարող է պատահի ես եմ համարը դերել։ Ես գերել եմ իչև 2000 Կարող ես դեր ինչ-որ թղթեր չէ, ես 21, այլ տեսնենք ես 21 Մինչ կկազմակերպենք տորտի կտրման արարողությունը, մի փոքրիկ սլայդ, բոլորիս հայացքը դեպի էկրան, թե դպրոցական տարիներից հետո, ով կազմեց իր ընտանիքը, մի քանի լուսանկարներ հանեցեք։ Դասարանցիներ միշտ տորտի կտրման արարողակարգը կկազմակերպենք, Գեր Հակոբյան իհարկե կվառենք սայլուտները, մոմերը, սայլուտների ավարտից հետո դուք կփչեք մոմերը, որից հետո կկիսեք տորտի առաջին կտորը։ Բայց մինչ տորտի կտրման անցնելը շնորհակալագիր խնդրում եմ ուշադրություն, Գեր Հակոբյան։ Ես ընթերցեմ, հա Տիգինգանը։ Ահա, ուշադրություն ունեմ։ Շնորհակալագիր տրվում է աշխարհի ամենադասվեկ եւ ամենասիրելի ընկեր Անահիտ Հակոբյանին։ Առայն որ նա 40 տարի մասունքի նման սիրով, նվիրումով եւ մի օր իրար շուրջ հավաքելու հավատով պահել ու պահպանել է այն լուսե երազանքները, որոնք գրվել են պատանեկան հրճվանքով ու տեղավորվել հույսի սրբակում։
Խորին խոնարհումով եւ շնորհակալությամբ 1984 թվականից 1985 թվականին ուսումնական տարվա 10-ի ատասարանի շրջանավարտներ եւ ընկեր Հակոբյան ահա այստեղ տեսնում եք դասարանցիների աշակերտների տրված ստորագրություններ։ Շնորհակալություն ասենք դասընկերներին եւ ամենակարևորը ընկեր Հակոբյանին։ Ծափահարությունը ընկեր Հակոբյան ձեզ։ Եվ հիմա բոլորով փչեր էլի։ Բոլորով փչեն։ Բոլորով կփչեն ու բոլորով կփչեն նոր փչեն։ Այո, WhatsApp տամ բառը այդքան։ Բոլորով փչեն նոր փչեն։ Ներողություն, Գևորգյան ջան, դուք չեք միանում դասընկերներին։ Դուք չեք թողում, 10-ի B դասարանից եք։ Չէ։ Դե համեցեք։ 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 Էս իմ դասխեգն է։ Գևորգյան ջան, մենք ձեզ ենք սպասում կանեք։ Ուրեմն լավ, սայլուտների չէ, ներողություն։ Ուրեմն սայլուտների ավարտից հետո ներողություն Գևորգյան ջան։ Սայլուտների ավարտից հետո մոմը երբ որ կփչենք, մինչ տորտը կկիսենք, ու հաչեցան բոլորս Գևորգյան ջան կանգնենք, հայ եղբայրս հազար ճակատը պաշեք իմ դասխեգն։ Ներողություն եմ խնդրում Գևորգյան ջան, մեծ աղբեր, թագավոր, հարազատը, սընկերս, շարունակենք, կանգնած մնանք։ Այստեղ։ Կանգնենք, հա, էլի։ Լավ, շնորհակալություն։ Ամեն դեպքում ես խնդրում եմ մեր աշխատակցություն վառում է ուրեմն սայլուտները ու միասին երգում ենք միգուցե։ Ինչպես ես ոնց անցան ոնց եկան հերացան օրերը դպրոց հական պայուսակ նստարան ինչ երազեր ինչ անուչ թե կատակեր և թե լուչ թե հեքյատ կախարդական և թե կանքեր In the sun and Japan, yes, we get Ulan chess and chess, Ulan chess, Verchinanka, Verchin, Zaliknero, Nikich, Azachkero, Dadodelu, yes, the Prosmogoli, Bazincharas, Manakbaro. Շում ենք, բոլորս միասին, 3, 2, 1, շում ենք, բրավո! Իսում ենք նրկեր Հակոբյան։ Ես տեղ միշտ կմրա, անմորած, անբաժան, ուշերը դպրոց հական, օրագիր, պահարան, ինչ ուրախ էր, ինչ անհոգ, թե ձմեր և թե շոգ, թե տանիք էր հայրական, և թե կուն նավիրական, դու նստում իմ կողքից, մանկության ընկերուհից, բայց այսօր արի ու տես, ես կարծես սիրում եմ քեզ, ուղնչեց սանգեր, ուղնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ աչքերով, տարոտելու եմ ես, լպրոց մոլորին, բայց ինչ արած,
Հակոբյանը ուշադրություն դասարացրել, բոլորս հավաք կանգնում ենք, ընկեր Հակոբյանը հյուրասիրում է յուրաքանչյուրին իր ձեռքով։ Պիտի գնամ մանարքարը բարոտ Դասիա դասարանցիներ, ձեր թույլտվությամբ ներողություն եմ իհարկե խնդրում, ընկեր Հակոբյանը սրտի խոսք ունի ասելու, տանք հնարավորություն, որպեսզի նա բարձրաձայն իր խոսքն ասի։ Եթե հնարավոր է, պահպանենք լռություն, համեցեք ընկեր Հակոբյան։ Այսօրվա այս գեղեցիկ օրը մոտենում է իր ավարտին։ Ես ինքան շնորհակալ եմ Գայանեին, որ նախաձեռնեց այս միջոցառումը։ Իսկ ծաղկեցրեց եւ մեզ մեծ ուրախություն պատճառեցին։ DJ Գարիկը, շատ շնորհակալ եմ, տղաջան, ապրես։ Ջավահիրը մեզ դեր ուրախացնի, համոզված եմ։ Իսկ Գարիկ Գրիգորից չափից ավելի ուրախ եմ, որ ծանոթացած ձեզ առողջություն, հաջողություն ամբողջ կյանքում, փոխասպասի միջոցառումներից անպակասում ես, ձայնը դառնա անսպար տղաջան, եւ երջանիկ ուրախ տղաներ ունենաս։ Շնորհակալ եմ այս 4 անձնավորություններից, աղջիկ ջան, քեզանից եմ շնորհակալ։ Մարմի ջան, Գայել ջան, ապրես։ Այս մեծ ուրախությունը 15 հոգի ենք, ճիշտ է, քիչ չենք, շատ չենք, բայց ուրախ ենք եւ մեր ընտանիքները գնալով դու պատկերացրու քանիսն են ուրախանալու այսօրվա քո կազմակերպած միջոցառումը։ Որի պատճառը դուք եք այդ սրված որ 40 տարի պահել եք։ Այո, ճիշտ։ Ծափարեք երես մեկական Հակոբյանի։ Դասարանցիներ, ուրեմն քանի որ մոտեցավ օրը իր տրամաբանական ավարտին, ընկեր Հակոբյան, ձեր թույլտվությամբ իհարկե, ես էլ որպես երեկոյի սեղանապետ, որպես հանդիսավար, շնորհակալություն եմ ուզում ասել ձեզ բոլորիդ այս երեկոն տոնական,
ինձ եւ իմ գործընկերներին վստահելու համար, ցանկանում եմ ամենակարևորը հայոց աշխարհին խաղաղություն, խաղաղ յուրաքանչյուրի սոջախներում ընտանեկան խաղաղություն, թող ամեն մեկի սոջախում այսպիսի ուրախ լիառած սեղաններ բացվեն եւ սեղանի շուրջ միայն ուրախ ժպիտով բարի կամեցող մարդիկ թող նստած լինեն։ Ես ցանկանում եմ, որ հարատև լինի այս ընկերական կորիզը եւ անցնեն տարիներ, միգուցե ես էլ չեմ լինի մասնակից, ամեն դեպքում, բայց սրտով ցանկանում եմ, որ այս 10-ի ադասարանը անցնեն տարիներ ու նշեն նաեւ իրենց 50, 60, 70, 80 ամյակը, այնպես որ անցավ այսօրն էլ երեկվա պես, վաղն էլ կանցնի ճիշտ այսօրվա պես, ու ամեն ինչ կանցնի անցյալի պատմության գիրկը, այնպես որ վայելենք տրված ժամն ու րոպեն, քանի դեռ ունենք հնարավորություն ապրելու, մեկս մյուսին սիրելու եւ կյանքում սիրված լինելու։ Բարի ու խաղաղ գիշեր եմ ցանկանում բոլորիս։ Մնաք բարով, գնանք բարով։ 10-ի ադասարան վերջի երաժշտական կատարումը հնչում է աշխուժ ու միմյանց ասում ենք հրաժեշտի ջեր խոսքեր, բայց այդ երգը ոնց է գոչվում։ Ոնց որ բա 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 ճիշտ եք ասում։ Բարի գիշեր,